տեսակ ներքև է սարքված։ Ներքև։ Գավեր, կավել լավա մոտիկ գնանք, խաստ է բարձրացնեք սպորտը։ Всё, կանխվավ կրակի տարածումը, չէ՞։ Կարևոր է դա։ Անջան ես կոմել է։ Այ ծուխը։ Օգոստոսի 21-ն է։ Մոտ 1 ժամից ավելի է ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, Երևանի մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների ժամանած մարտական հաշվարկներով հրշեջ փրկարարները Արցախի նրբաստերից մեկի տարածքում կարողացան կանխել կրակի տարածումը։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են նշված ընկերության աշխատակիցները, իսկ հրշեջները տեսնում եք։ Այն որ ասում է ամբողջ իրավիճակը վերցրել են արդեն իրենց հսկողության տակ։ Կանխվել է կրակի տարածումը, հակառակ դեպքում այն կտարածվեր մի քանի հեկտար տարածություն։ Բավականին օպերատիվորեն նաև ժամանել են Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը, իմ տեղեկություններով 3-ից 4 հոգու շտաբօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ոչ թե մարմնական վնասվածքներ են ստացել, այլ տնավարի պիտի ասեմ, ինչքան է որոշ մարդիկ զառանց են, ծուխ են կուլ տվել աշխատակիցներն ու հրշեջները ու շտաբօգնության բժիշկները թթվածին, այդ թթվածի բալոններ են, չէ՞ որ շնչում են, չէ՞ այդպես է, չէ՞ կոչվում։ Հա, թթվածնի այդ բալոններով օդ են տվել ու լավ է, հիմա բոլորի ինքնազգացողությունը լավացել է, այնքան է լավացել, որ հրշեջները դրանից հետո նորից շարունակել են, միացել են իրենց գործընկեր հրշեջներին ու կանխել են կրակի տարածումը։ Հիմա արդեն կատարվում է հետախուզական աշխատանքներ, թաքնված կրակի օջախներ հայտնաբերելու համար։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը եւ տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներից են։ Այսօր առավոտվանից
հրշեջները բավականին լարված են աշխատում, թե Երևանում, թե Արարատի մարզում, թե Կոտայքի մարզում ու բոլոր տեղերում կարողացել են հաղթող դուրս գալ կրակի այդ հիմար լեզուների դեմ։ Այս կադրերը պիտի ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամները տեսնեն ու մի հատ ծանրու թեթև անեն, որ պիտի իսկականից տեսեք կրակի օջախները, թաքնված կրակի օջախներն է, հեսա տեսեք, որ իսկականից ժամանակն է, այս մարկանց աշխատավարձը, իրանց քրդինքի, իրանց տանջանքի գյորը աշխատավարձ ստանան։ Հեսա շտաբօգնությունն է Երևանի 103-ը, հենա կրակի տարածման դեմ հեսա իրանք են պայքարել, ստեղի աշխատակիցներն են, մինչև հրշեջների ժամանումը հենց իրանք են կրակի տարածման դեմ պայքարել։ Այս կադրերը թո դեպուտատները տենան, որ նիստ անեն, ասեն այ մարդ, իսկականից հրշեջի աշխատավարձը պիտի բարձրանա։ Համայնքային ոստիկաններն էլ են միացել։ Համայնքայինն է, չէ՞։ Ոչ, Գվարդիան, մալադես Գվարդիա, հեսա տեսեք, Գվարդիայի աշխատակիցներն էլ են միացել հրդեհաշիժման աշխատանքներին, տեսեք ժողովուրդ ջան, պատկերացրեք, եթե կրակը կանխվեր կրակի տարածումը ինչ է լինելու, այս ամբողջ շենք շինությունները վերածվելու էր մոխրի։ Աշխատանքները ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալը հնա բնակներից Զավեն Մելքոնյանը, նաև հեսա, Աչափնյակը չի։ Առաջին հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարն էլ աստ է, երկրորդն էլ աստ է, MÇ-ի Ալեն Դելոնն էլ աստ է, Ալեն Դելոնն է, սաղախցիների իր հասցեն ուզում են։ Հիմա այս նորից կարող կրկնվեմ, այդ հարգելի պատգամավորներ, կառավարության անդամներ, եկեք այս թունավոր ծուխը շնչեք ու կզգաք հրշեջի աշխատանքը ու երևի այդ ժամանակ ասեք իրոք Շամշյանը ճիշտ է ասում, պիտի այս մարդկանց աշխատավարձը մինիմում 500,000 դրամ լինի։ Բայց լավ կանխպավ է կրակի տարածքը։ Գվարդիան էլ է, Գվարդիան, չէ, հենա, Գվարդիան։ Ինչա։ Գներ ջան, ինչ վիճակում։ Հետի ինչ օջախ էր ապել։ Աշկերտ սարել է քեզի նկարեմ։ Գիշերը չեմ քնե։ Domikil է, չէ՞, որ վարվեցու։ Այս չէ դոմիկի կապի,
Արդեն 1.5 ժամից ավել է նաև տեղում հերթապահություն է իրականացնում Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ եւ հրշեջներ նշում են, որ շտաբ օգնությունը մի քանի հոգու օգնություն է ցուցաբերել այդ թթվածնի ոնց որ ժողովուրդն ասում հրդեհաշիժման աշխատանքներին կրակի դեմ պայքարի ժամանակ այդ մարդիկ ծուխ են կուլ տվել, ինքնազգացողությունները վատացել է ու ասում են լավ էր շտաբ օգնության բժիշկը բժշկուին բոլորիս այդ թթվածին հատուկ ինչ որ հարմարանք ավտոմեքենայի մեջ դրած այդ թթվածնային բալոնա չէ՞ դի կոչվում հա թթվածնային բալոնով այդ մարդկանց ինքնազգացողությունները լավացրել են որոնց մեջ նաև հրշեջներ են եղել էսա ահա թե շտաբ օգնությունը Երևանի թե հրշեջ քրդարական ջոկատներից ժամանած հրշեջները բավականին օպերատիվ են գործել մինչ այդ էլ նշված ընկերության աշխատակիցներն են պայքարել կրակի տարածման դեմ թթվածինը հա լավն է չես կորի թթվածինը էդի ինչ մաքրում է թոքերը հա մաքրեց հա էտա դե կարևոր է էտա Ուտես տարածվեց։ Ապե բանը ուղարկում եք բանի երկրորդի մի հատ իրեկուկեսը։ Մի հատ երկրորդ իրեկուկեսն ենք ուղարկում, մի հատ ուղարկում ենք։ Normal Ապե ինչ եղավ ձեր մոտ ո՞նց է։ Եղիա նորմալ էր դե։ Հա։ Մեններ ջան, ուրեմն ինչ եք։ Հանգցնում եք այդ։ Դու դասը հանգցնում եք կպլա բանջա Io va tirare una tale
Ay հիմա Առաջինն եք թե երկրորդն։ Դեսա մի ավտոն վերադառնալ։ Դեսա թողա արդյունքը Կեց արի։ Ստե հիմնական երկրորդ խոթին։ Լսեք, մի վայրկյան։ լավ, դուք հեսա բրցեք։ Գնացեք։ Իհարկե Հայաստան։ Ջերմել եք բրցեք, զանգի բրցելա, ինասկանը փոխինանա։ Իհարկե։ Մեզ գույք դուք կարեք ես բրցեք։ Դա ջուր կար մոտը։ Սպոլա չէ, սա առաջի ապը։ Տրանսպորտի տես։ Բայց մեր բանն էլ է։ Մենք ստենդը սաղ ընդեա։ Որտեղ Ջեյկոբ կմտնենք։ Պետք է լավ կերտենք Ջեյք կլսենք որ կեշան։ Այո, լավ վախտել ես։ Երիկոյան ջան, կազմակերպի ստորը էսի շլանգա։ Ես դուք կարող եք ջուրտակ։ Միսատա բան չի։ Էլեկտրիկ շլանգա։ Էսի առանձին է ինչ-որ մեկին է։ Երիկոյան։ Ո, բա, փակեք։ Դուրը փակեք։ Երիկոյան ջան, հիմա այս դեպքը այս Կարենք հեսա։ դրանից միակ կպեկեցների, կպեկեցների տարեկը միակ։ Բանա վերջի մի հատը կդր անեք, ես մերը բկար որ անենք։ Ստե մի հատ էլ կասել է։ Այդ մեջտեղին հանի։ Այդ մեջտեղին հանի։ Ես էլ հան